մեր տղաները, մեր առուց տղեկը կանգնած են եղել մինչև վերջի պահը։ Անգամ ադրբեջանցի զինվորականների աշկերի մեջ նայելուց մեր տղաները առուծի աշկերով են նայել։ Եթե մենք զենքի խնդիր ունենայինք, ապա պատերազմի ավարտից հետո այդքան զենք կհանձնեինք թշնամուն։ Անգամ մարդիկ նստած Երևանում իմացել են, որ այդ տարածքը էլ չկա, բայց մեր տղեկը տեն եղել։ Իմ մտքի մեջ մենակ մի բան էր, որ չզանգեն տուն, մայրիկից չասեն, որ քո տղան ուղղակի մահացել է։ Այսինքն ինքը այդ պահին մարտական գործողությունների մեջ չի եղել։ Խաչը սպինդ բռնել եմ, մեր տղեկը հետ են։ Մեր տղեկը ավտոմատով աթս են խփել։ Սպա ենք ունեցել, ով իմ սպան է եղել, վերջի վայրկյանին ինքը իրան նետել է ականի վրա։ Ոտքը, երկու ոտքերը կորցրել է, բայց մենք բոլորս կենդանի ենք մնացել։ Ողջույն, չեմ ճանաչում գեթ մեկ հայ, ով պատերազմի օրերին չունի իր պատմությունը։ Չեմ ճանաչում գեթ մեկ հայ, ում կյանքը 44 օրյա պատերազմից հետո չի փոխվել, անկախ նրանից թե ինչով է զբաղվել, որտեղ է եղել։ Եթե հայ է, ուրեմն 44 օրյա պատերազմը նրա անձի պատմության ու հոգեբանության վրա թողել է հետք։ Այսօր իմ զրուցակիցը մի մարդ է, ով մասնակցել է 44 օրյա պատերազմին։ Նա ժամկետային զինծառայող է եղել եւ պատերազմը տեսել է ներսից։ Իմ զրուցակիցն է Արմեն Աբովյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ 44 օրերի ընթացքում մենք բոլորս անխտիր, բոլորս գերլարված էինք, վախի զգացում էլ ունեինք, որովհետև հասկանում էինք, որ թշնամին մի քանի քայլ հեռու է, բայց եւ վստահ էինք, որ մեր տղաները մեզ պաշտպանելու են։ Դուք այդ տղաներից մեկն էիք։ Միևնույն ժամանակ պատերազմի անմիջապես ավարտից հետո սկսեցին լուրեր շրջանառվել, թե մեր տղաների շարքում շատ են եղել դասալիքներ։ Դուք եղել եք այնտեղ, ինչ եք տեսել։ Շնորհակալ եմ հրավերի համար, ասեմ, ես սեպտեմբերի 28-ից եղել եմ մարտադաշտում, կարող եմ հստակ մի բան ասել, որ մեր զինվորականները, մեր տղաները մի քայլ հետ չեն արել։ Մեր տղաները մինչև վերջ առուծի նման կռվել են։ Անգամ այսպիսի իրավիճակ է եղել, երբ որ X մարդկանց կողմից նահանջ է տրվել, մեր տղաները շատ ծանր տանելով չեն ուզեցել նահանջ անել։ Մենք այնտեղ գտնվելով վստահ ենք, որ մենք հաղթելու ենք։ Մենք չենք ունեցել կապ, մենք չենք ունեցել որևէ մեկի հետ խոսակցություն այն մասին, որ մենք պարտվելու ենք։ Ու մի հատ շատ կարևոր բան կանեմ ասեմ, եթե ըստ իս, եթե տեղեկատվական դաշտը ճիշտ աշխատեր, մենք ավելի լավ կտանայինք մեր պատերազմը։ Օրինակ ինձ իմ մայրիկը զանգում էր, ասում էր, ես ինչ տեղ հանձնվել է։ Ասում էի, չի կարող այդպես բան լինի։ Մենք ընդամենը 2 կիլոմետր ենք ում, չենք կարող հասկանալ ինչ է կատարվում։ Ու հետո արդեն բոլորս միասին հասկացանք ինչ էր կատարվում, բայց մեր տղաները, մեր առուց տղեկը կանգնած են եղել մինչև վերջի պահը։ Անգամ ադրբեջանցի զինվորականների աշկերի մեջ նայելուց մեր տղաները առուծի աշկերով են նայել։ Անգամ այն ժամանակ, երբ որ լքել են այդ տարածքը։ Զինամթերքի խնդիր ունեցել եք թե ոչ, որտեվ այդ օրերին շատ տարբեր լուրեր էր շրջանառվում, փամփուշտ չունեն, զենք չունեն, պատերազմում պահով ԱԹՍ-ն իջեցնում, զենքի, զինամթերքի մատակարարման խնդիր ունեցել եք թե չէ, որտեվ այդ օրերին լուրեր էր շրջանառվում, թե բահով ԱԹՍ-ն զգետնում։ Շնորհակալություն, շատ լավ հարց էր։ Եթե մենք զենքի խնդիր ունենայինք, ապա պատերազմի ավարտից հետո այդքան զենք կհանձնեինք թշնամուն, մենք չենք ունեցել զենքի խնդիր։ Ես անձամբ իմ մասով ասեմ, որտեղ որ ես եմ եղել, ես զենքի խնդիր ընդհանրապես չեմ ունեցել։ Ու մի հատ էլ եմ ասում, դա ուղղակի տեղեկատվական պատերազմներից մեկն էր։ Երբ որ երկրի վարչապետը կանգնում ասում է, եթե տանը ունեք զրահաբաճկոն,
խնդրում եմ վերցրեք եւ գնացեք պատերազմի։ Էլ ինչ եք սպասում դուք այդ մարդկանցից։ Մենք խնդիր չենք ունեցել, մենք զենքի խնդիր չենք ունեցել։ Ուղղակի պատերազմը այլ էր։ Ես ինքս որ գնացել եմ մարտի դաշտ, ես չեմ պատկերացրել, որ պատերազմը այդ տեսակա լինելու, այսինքն օդը, բայրակթարները, ես իմ մանրով գնում էի, որ սուտ չասեմ, պարտիզանական մարտերի, ոնց որ 90-ականներին է եղել, այսինքն մենք տեղեկատվական դաշտում անգամ մինչև պատերազմը տեղեկատվական դաշտով պարտված ենք եղել, որովհետև եթե դու գնում ես պատերազմի ու չգիտես, այդ պատերազմի ընթացքը ոնց է ընթանում, դու չգիտես, որ քո օդը պաշտպանված չի, քեզ ասում են սաղ Ստեփանակերտի օդը պաշտպանված է, բայց դու գնում ես տենում ես, որ անգամ պաշտպանված տեղը անպաշտպան է։ Այսինքն որ դու վստահ ես, որ այդտեղ քո հոպը հակաօդային համակարգը աշխատում է, բայց ընդամենը 10 վայրկյանով դու տենում ես, որ այդ հոպ համակարգը ուղղակի թշնամական բայրակթարը վերացնում է։ Բայց էլ եմ ասում, մենք զենքի խնդիր ես անձամբ չեմ տեսել։ Նաև պարբերաբար կամավորագրման հայտարարություններ էր արվում եւ հազարավոր մարդիկ կամավորագրվեցին, որից հետո նորից մենք լսում ենք այդ նույն տղաներից, որ տեղում շատ անկանոն է եղել, այսինքն մի կողմից հայտարարվում էր անդամագրում կամավորական ուժի, տղաները գնում էին, բայց նրանց կամ վերադարձնում էին, կամ համենայն դեպս համակարգված չէր դա, քաոսային, կազմակերպչական խնդիրներ տեսել եք տեղում։ Ես երբ որ գնացել եմ կամավոր հիմունքներով զինկոմիսարիատ, այդ պահին չեմ տեսել։ Ես այդ պահին մենակ տեսել եմ իմ նման լիքը մարդիկ, ովքեր ուղղակի կամավորագրվել են ու գնացել են մարտի դաշտ։ Հետո իհարկե շատ եմ լսել, որ մարդիկ տղաները մեր գնացել են կամավորագրվել են, բայց ինչ-ինչ պատճառներով չեն գնացել։ Հետո ինչքան հիշում եմ, երկրի վարչապետի կողմից հնչել է մի այսպիսի արտահայտություն, որ չեն գնում, չեն կռվում, եթե չեմ սխալվում, եթե ճիշտ եմ հիշում, բայց ես ու իմ նման լիքը տղաներ առանց մի վայրկյան երկ մտելու գնացել ենք ու մի անգամից մարտի դաշտ ենք գնացել։ Իսկ քաոսային իրավիճակ շատ պատճառներով կարող լիներ, ընդ տղաներ կան, ես եթերներ եմ տեսել, որ ասում եմ բերել են մեզ տեղ, մենք չգիտենք ուր պետքա գնանք, չգիտենք որ կողմ պետքա գնանք, բերել թողել են ստեղ, դա կարծեմ բոլորն են տեսել, համացանցում շատ շրջանառություն ունեցավ, բայց ամենացավալն իմ համար նա էր, որ մենք գնում էինք մեր հայրենիքը պաշտպանենք, մենք գնում էինք մեր նախկինում ընկած տղեկի հայրենիքը եւս պաշտպանենք, բայց ունեցանք այն, ինչ ունեցանք։ Սադրանքներ եղել են տեղում, սադրիչ գործողություններ։ Դուք մի քանի անգամ շեշտեցիք, որ ինֆորմացիոն դաշտի պակաս եք տեսել, ապա տեղեկատվություն տեսել եք թե ոչ եւ ինչ եք կարծում։ Սադրանքի համար էր դա արվում, դա մանիպուլյացիա էր ինչ-որ նպատակներով, դուք ինչու՞մն եք տեսնում խնդիրը, որովհետեւ տեսեք ստացվում է կռվող տղաների խնդիր չենք ունեցել։ Ցանկացողները հազարավոր են եղել։ Նույնիսկ տղաներ կային, ում այդպես էլ չկանչեցին, ուղարկեցին տուն, ասացին անհրաժեշտության դեպքում կկանչենք, այդպես էլ կանչի զանգը չհնչեց։ Դուք պնդում եք, որ զենքի խնդիր էլ չենք ունեցել։ Ապա ո՞րն է եղել խնդիրը եւ արդյոք այդ խնդիրը միտումնավոր չէր։ Ես հստակ կարող եմ մի բան ասել, որ տեղեկատվական դաշտը իրոք անկայուն է եղել, բայց քանի որ ես երբեք չեմ սիրում մեղադրել մարդկանց, եթե հստակ ապացույցներ չկան, ես չեմ կարող հստակ մեկի անունը տամ, ով այդ սադրանքները իրականացնում էր, շատ տեղերից ենք լսել, տարբեր տեղերից լսել ենք, որ անգամ մարդիկ նստած Երևանում իմացել են, որ այդ տարածքը էլ չկա, բայց մեր տղեկը տեղն է եղել։ Բայց թե ինչ սադրանքներ էր ու ինչի համար է դա արվում, դա հստակ չեմ կարող ասել։ Այսինքն դուք գտնվելով Արցախում ինչ-որ մի վայրում, հայ տղաներով, հայ զինվորներով այդտեղ գտնվելով, լսել եք լուր, թե հայտարարվում է, թե իբր այդ տարածքը արդեն հանձնված է։ Մի դեպք մենակ կարող եմ հստակ ասել, Արցախի մեր շրջաններից մեկում մեզ հասավ լուր, որ մենք այդ տարածքը կանգուն ենք, պահում ենք, բայց այդտեղ էլ լրիվ հակառակն է եղել։
այդ տարածքը արդեն անցել էր Ադրբեջանի զինվորականների վերահսկողության տակ։ Ինձ թվում է այդ ամենը ըստ իս այդ քաոսից էր։ Մարդիկ չէին հասկանում, մեկը էմոցիոնալ մի բան էր խոսում, մյուսը մի բան էր խոսում։ Ինձ թվում է դրանից է, ես չեմ կարող պատկերացնել մի հայի, ով ծնվել է Հայաստանում, մեծացել է Հայաստանում, դաստիարակվել է հայկական ընտանիքում, որ նա կարող է սադրել մեր տղաներին իր հայտարարություններով եւ այսպես ասած պանիկա տարածել։ Ես այդպիսի հայ ուղղակի չեմ ճանաչում։ Իսկ եթե կա, ժամանակը գալու է, օրենքի առաջ բոլորը հավասար են լինելու ու պատասխան են տալու Հայաստանի Հանրապետության հանդեպ իրենց գործած մեղքերի համար։ Բոլոր տղաների աչքերում, ովքեր պատերազմին մասնակցել են, հայացքում ինչ որ մի նրբերանգ կա, որը բոլորը ունեն։ Ինչ ապրումներ են ունենում մարդիկ հենց պատերազմի դաշտում, պատերազմ հանուն հայրենիքի, որը ստիպում է բոլորի հայացքում ունենալ հենց այդ երանգը։ Ես կարող եմ մի դեպք պատմել։ Գնացել էինք զենքի մատակարարման, զենք ստանալու։ Ու այդ ընթացքում թուրքական թռչող անօդաչու սարքերը եկան ուղղակի մեր գլխի վրա պտտվելու։ Վազեցինք ամեն մեկս մի տեղ, ես բարձացա փոքրիկ բլուր կա, բայց գլխավերևս լրիվ ազատ էր։ Այդ ընթացքում իմ մտքի մեջ մենակ մի բան էր, որ չզանգեն տուն, մայրիկից չասեն, որ քո տղան ուղղակի մահացել է։ Այսինքն ինքը այդ պահին մարտական գործողությունների մեջ չի եղել։ Խաչը սպինդ բռնել եմ, ու ես սպասում եմ, որ ինքը պետք է խփի, որովհետև մեր ոտքերի տակ շատ զինամթերք կար։ Ես սպասում եմ, որ ինքը մեզ չէր խփելու, ինքը խփելու էր այդ զինամթերքին, իսկ եթե ինքը խփեր այդ զինամթերքին, տվյալ տարածքի 90%-ը կվերանար։ Ու հենց այդ զինամթերքի ամենավերջի արկին ոտքերի տակ ա եղել։ Ես այդ մտքով, որ հանգարց մամ չզանգեն տուն, մայրիկից տեղեկացնեմ, որ տղատ մահացել է, բայց ուղղակի մահացել է, սարսափեցնող էր այդ միտքը։ Ու իրանք եկան պտտվեցին, Փառք Աստծո չխփեցին։ Մեկին մեր զորամասի կողմից, ասեմ, ավտոմատով մեր տղաները խփեցին, իմ գլխի վերևին։ Այն մնացածը պտտվեցին գնացին։ ԱԹՍ-ներին ավտոմատով։ Ավտոմատով, այո։ ԱԹՍ-ին ավտոմատով խփեցին մեր տղաները։ Ու այստեղ ուզում եմ ասեմ, մեր տղեկ հետ են։ Մեր տղեկը ավտոմատով ԱԹՍ-ին խփել։ Դեպք ա եղել 2016 թվականի քարորյա պատերազմին հրացանով պապիկը ԱԹՍ-ի ա խփել։ Դե բոլորն են տեսել։ Մեր տղեկը RPG զենք կա, գրանատամյոտ։ Ուղղաթիռ ա խփել։ Ասենք, այդ են մեր տղեկը։ Մեր տղեկը միշտ մինչև կյանքին վերջի հատվածը կռվել են մեր երկրի համար ու կկռվեն միշտ։ Մեր տղաները այդպիսին են, որովհետև այդպիսի մթնոլորտում են ծնվում, մեծանում, դաստիարակվում, թե արդեն բանակում սպայական անձնակազմը այնպիսի նախապատրաստում է տանում զինվորների հետ նախքան սահման գնալը, նաև հոգեբանական, որ պատրաստ են մինչև վերջի պահը չնահանջելու։ Նախ մենք բոլորս գիտենք, որ տղա կլինի, աղջիկ կլինի, իր դաստիարակության հիմքը տալիս է իր ընտանիքը։ Եթե իմ վրա օրինակը բերեմ, որ ոչ մեկի չնեղացնեմ, եթե իմ ընտանիքը ինձ փոքր ժամանակվանից դաստիարակեր, որ ինչ հայրենիք, կարևորը լավ ապրես, լավ կյանք ունենաս, կարաս ուրիշ տեղ ապրես, ես կմեծանայի հենց այդպես։ Բայց եթե քո ընտանիքը քեզ դաստիարակում է, որ տղա ջան, քո ընտանիքից առաջ հայրենիք գոյություն ունի, որովհետև եթե հայրենիքը չլինի, քո ընտանիքը գոյություն չունենա, մենք մեծանում ենք այդպես։ Իսկ բանակ գնալուց մեր սպաներին ես շատ եմ սիրում, շատ եմ հարգում իրանց ծառայությունը։ Այո, մեզ տալիս են շատ լավ դաստիարակություն։ Թերությունն էլ բոլորը ունեն։ Չկա ոլորտ, որ թերություն չլինի։ Նախ ես բանակը մեկնաբանություն տալ բանակի մասին միշտ զերծ եմ մնացել, անկախ նրանից ով է իր հրամանատարը, ով է նախարարը, ես միշտ զերծ եմ մնացել, բայց հստակ կարող եմ ասել մի բան, որ մեր սպաները
այնպիսի դաստիարակություն են տալի, որ մենք գիտենք, մենք ուր ենք գնում, ինչի համար ենք գնում։ Մենք սպա ենք ունեցել մեր զորամասն այն համար են զորամասում սպա ենք ունեցել, ով իմ սպան ա եղել, վերջի վարքյանն ինքը իրան նետել է ականի վրա, ոտքը, երկու ոտքերը կորցրել է, բայց մենք բոլորս կենդանի ենք մնացել, մենք չենք տեսել ինչի մասին է խոսքը, մեր սպայերը ամենալավերից են։ Մեկը մյուսին պաշտպանելու, այսինքն պատերազմի դաշտ է, կրակ է թափում ամեն տեղից, տղաները նույնիսկ այդ պահին էլ մեկը մյուսին սատարում են։ Դեպք ենք ունեցել, ինչ որ լույս էր բարձրանում մոտ, ես պարզ ասեմ, ես չգիտեի դա ինչ է։ Մենք սկսանք վազել, ուղղակի վազել, զորամասի մի ծայրից վազում էինք, մենք էլ չգիտեինք ուր ենք վազում, որտեղ չգիտեինք դա ինչ է։ Ու գալիս էր դեպի մեր կողմ։ 18 տարեկան Մարկոսյան Դավիթ անունով տղա կար։ Չգիտեմ հիմա ինքը կա թե չէ, հուսով եմ կա, վստահ եմ որ կա։ Ու եթե կդիտի այս եթերը, ես իրեն շատ շնորհակալություն եմ ասում։ Ես զգացի, որ մեկը վազելով գալիս է մեր հետևից։ Ոտքս սոտ տվեց, ես ընկա, ինքն էլ թռավ իմ վրա։ Ինքն էլ չգիտեր այդ ինչ է։ Հետո պարզվեց ուղղակի լուսացրող բանը, լույսը։ Ես sense բարձրացե կանգնել եմ, նայում եմ դեմքին։ Ասում ջպիտով նայում եմ ինձ, ասում հո չվախեցաք։ Ասում եմ բա դու ասում չէ, ասում ինչից վախենամ, իմ համար կարևորը ձեզ պաշտպանելն է։ Մենք ընդհանրապես իրար չենք ճանաչում։ 18 տարեկան երեխա էր։ Դա էլ կարամ ասեմ մեր զորքի իրար նվիրված լինելը, իրար սիրելը, իրար հարգելը։ Ինչը վերջի պահը։ Ու մենք մի հատ շատ կարևոր հատկություն ունենք ու շատ ուժեղ եթե անգամ մեր մարտական ընկերը զոհվում է մենք երբեք իրան չենք թողել այդտեղ ու հեռացել երբեք չի եղել մենք գնացել ենք մենք բերել ենք եղել են դեպքեր որ բերելուց գնացողներն են անգամ զոհվել վիրավորվել բայց գնացել են իրենց մարտական ընկերոջը թեկուզ զոհված վիճակում բերել են։ Պատերազմը ավարտվեց, այնպես ինչպես որ ավարտվեց։ Տղաները վերադարձան։ Մեկը առողջ, մեկը հաշմանդամություն ստացած, բայց բոլորն էլ խորը վերքերով հոգում։ Սրանք վերքեր են, որոնք երբևիցե կապակինվեն Եվ որ միտքն է, որ կռված տղաներին ուժ է տալիս լավատեսությամբ ապրել։ Ես շատ փոքր բան եմ արել իմ հայրենիքի համար։ Կան տղաներ, ովքեր ձեռքերով ոտքեր են կորցրել։ Կան տղաներ, ովքեր ընդհանուր պարալիզացվել են։ Բայց այդ տղեքի հետ երբ որ մենք շփվում ենք, մենք զգում ենք, որ իրանք մեզանից առողջ են։ Որովհետև իրանք չեն մտածում, ցավում են, ինչ եղել է, բոլորս ենք ցավում, բայց իրանք չեն մտածում, որ վերջ։ Իրանք մտածում են, որ կա հայրենիք։ Իրանք վստահ են, որ հայրենիքի համար պետք է կռվել, պետք է պաշտպանել հայրենիքը։ Ու լինում են դեպքեր, երբ որ դու խոսում ես, էլի եմ ասում, ոտքերը կորցրած տղայի հետ, զգում ես, որ ինքը քեզանից լավ է քայլում։ Անկողնում գանվածը քեզանից կյանքով ավելի լավ է ու այդ ուժը որ իրանք այդ վիճակով տալիս են քեզ մնում է մի բան ապրել ու պայքարել հանուն քո հայրենիքի Երբ պատերազմից վերադարձաք, ինչպես արդեն խոսեցինք, այնտեղ գտնվելով դուք անդադ տեսնում եք, որ տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը, Պարզ է, որ արդեն վերադառնալուց հետո ինֆորմացիոն ավելի մեծ հնարավորություն ունեցաք հասկանալու, թե ինչ լուրեր են շրջանառվել։ Պատերազմից հետո էլ ապատեղեկատվությունը շարունակում էին նույն ձևով տարածել։ Որ տեղեկություններն էր, որ դուք տեսնում եք, որ ակնհայտ սուտ է։ Ես պատերազմից հետո զերծ եմ մնացել թե համացանցից, թե հեռուստացույցից, նախ մի պարզ պատճառով, որովհետև ես գիտակցությունս իմ նորմալ չէր, պատերազմից հետո 2 տարի բուժում եմ ստացել, լինում էր դեպք, երբ որ ժամը 4-ին ուղղակի զարթնում էի ու սկսում էի լացել։
Ես զերծ եմ մնացել, իմ ընտանիքն են ամեն ինչ արել, որ ես հեռու մնամ այդ ամեն ինչից, բայց պարզավոր չէր կարա ամեն ինչ նորմալ լինել, երբ որ պատերազմը պարտվել ես։ Չէր կարող ուղղակի դա նորմալ լիներ։ Ամեն մեկը այդ ընթացքում իր էմոցիոնալ կարծիքներն է հայտնում, մարդկա կարծիքը հստակ է ասում, բայց մյուսը չի ընկալում ինչ ասում, որովհետև ինքը դեռ էմոցիոնալ դաշտում է գտնվում։ Ինձ թվում է շատ սխալներ եղել։ Շատ են սխալներ եղել, թե տեղեկատվական դաշտում, թե մնացած հարցեր։ Այսօր ցավոք սրտի թմրամոլությունը խիստ տարածում է ստացել Հայաստանում։ Դուք որպես երիտասարդ ծերնդի ներկայացուցիչ, ով պատերազմ է տեսել, պարտություն է տեսել եւ դեռ պայքարելու ուժեր ունի, ինչ կասեք այս ուղղությամբ։ Կարող եմ ասել մի բան։ Երբ որ մենք փոքր էինք, մենք անգամ նորմալ չգիտենք սիգարետն ինչ է։ Նախ մեր մեծերն էին մեզ այդպես ուղղորդում էին միանշանակ։ Նախ հետո ոստիկանությունը ես 13 թե 4 տարեկան էի, շատ լավ հիշում եմ։ Մենք ունեինք կարմիր բերետավորներ։ Հյուսիսային պողոտայով կամ քաղաքի ինչ-որ հատվածով ուղղակի քայլում էինք, մեզ հրավիրում են իրաց մոտ։ Ասում են խնդրում են գրպանները դատարկի։ Մենք բան չէինք կարող, ուղղակի քայլում էինք։ Մենք մեր գրպանները դատարկում էինք։ Լինում էին դեպքեր, որ ջահել ենք, երիտասարդ էինք։ Մեր գլխին անենց օին էր գնում ոստիկանությունը, որ մենք երկրորդ անգամ վախից անգամ այդ կողմ չէինք նայում։ Իսկ հիմա ի՞նչ է կատարվում։ Հիմա ոստիկանին, երբ որ ամենայն հարգանքով ոստիկանների հանդեպ, որտեղ դա իրենց թերությունը չի։ Դա խորքային թերություն է, ես չեմ կարող ասել այդ թերությունը որ խորքից է գալիս, բայց դա խորքային թերություն է։ Ոստիկանը վազում է, ակցիանողին ավելի շուտ է բռնում, քան օրինակ թմրավաճառ։ Ոստիկանը վազում է, հակաիշխանական բան խոսացողին ավելի շուտ է ձերբակալում, քան դանակով մարդուն վնասողին։ Չեմ կարողանում հասկանալ ինչ է այդպես։ Իրոք չեմ կարողանում։ Հետո կա մի հատ սենց խնդիրել։ Դպրոցը մեր ամենաառաջի դասատունն է մեր ընտանիքից հետո։ Խնդրեմ մեր դպրոցների վիճակը նայեք էլի։ Ինչ իրավիճակում է հիմա։ Աղջիկ երեխաները ծեծում են իրար։ Ուսուցչուհին, ես ես թարմ նորություն եմ ասում, ուսուցչուհին 13 տարեկան երեխային մեր ձևով բառ օգտագործելու համար դասի չի թողում։ Շուտով բոլորը կիմանան, որ ուսուցչուհին է, որտեղ է այդ դպրոցը։ Այսինքն մեզ ստեղծել ենք, մեր համար ստեղծել են մեր երիտասարդների համար մի արժե համակարգ, որը մենք փոքր ժամանակում հեռուստացույցով ֆիլմերում էինք տենում sense բաներ ու զարմանում էինք, որ sense բան կարա որևիցե օր լինի։ Արմեն, դուք ասացիք, որ կարմիր բերետավորները ձեզ հրավիրում էին եւ այնպիսի օյն էին դնում, որ այլևս չկրկնեք նույն սխալը։ Օյն ասելով ինչ նկատի ունեք, դա բարոյհոգեբանական զրույցներն էր, ապտակեր, ինչն էր դա։ Ասեմ, դե հրավիրում են բաժին, ոստիկանություն։ Ամենաառաջի բանը, որ իրանք անում էին, իրանց ջղային խոսալներ։ Դու այն որ բանել արած չներ, դու արդեն վախում էիր։ Հետո սկսում են բացատրել, որ տղա ջան, դու երիտասարդ ես։ Չէ, մեզ գործ չէին հարուցում, մեզ չէին տանում դատարանի բերան։ Ուղղակի եղել է դեպք կենտրոնի ոստիկանության բաժինը, այն ժամանակ պրոսպեկտի մոտներ, եթե չեմ սխալվում։ Եղել է դեպք, որ կարմիր բերետավորը հանեց իր գլխարկը, նստեց եւ սկսեց մեզ բացատրել, որ չի կարելի։ Դու երիտասարդ ես։ Այս դանակը քեզ օգուտ չի բերելու։ Երբ որ դու գնաս մեկին հարվածես այդ դանակով, ոչ քեզ ես օգուտ բերելու, ոչ ում որ հարվածել ես։ Ու հետո քո ծնողը, քո մայրը, հայրը գլուխը կախելու է քո համար։ Ու փառք Աստծո մենք հասկացանք այդ ամեն ինչը։ Ու այդ դեպքերից հետո հեռու ենք մնում նման տեսակ բաներից։
Երիտասարդների արժեհամակարգը, ինչպես եւ նշեցիք, փոխված է, որովհետեւ այլ արժեքներ են քարոզվում, որովհետեւ այնինչ վնաս է մեր արժեհամակարգին, դրա դեմ պայքար չի արվում, դուք այստեղ միտումնավոր մի բան տեսնում եք, որը ուղղված կլինի հային, հայ մնալուն, հայկական եւ հայցի մտածողություն ունենալու։ Ես կարամ շատ պարզ մի քանի պատճառ նշեմ, որ հաստատ ես չէ, դուք չէ, լիքը մարդ ու կասկածամտությամբ մոտիկանում է դա ամեն ինչին։ Ինչի համար են մեր օրինակ դպրոցներից հեռացնում հայոց պատմությունը։ Ինչի համար են գտնում եկեղեցու պատմությունը։ Չէ՞ որ սրանք այն արժեհամակարգն են եղել, որով որ մենք դաստիարակվել ենք որպես հայ, որպես քրիստոնյա, երբ որ մեզ դաստիարակում են, որ դու քրիստոնյա ես, իսկ քրիստոնյան վատ բաներ չպետք է անի։ Մենք մեր դաստիարակությունը ստանում ենք։ Միտումնավոր, թե ոչ միտումնավոր, ինձ թվում է մեր ժողովուրդը շատ լավ հասկանում է դա միտումնավոր է արվում, թե ոչ միտումնավոր։ Եթե միտումնավոր է արվում, ես ասում եմ, օրը կգա միտումնավոր անողները պատասխան կտան անպայման։ Իսկ եթե ոչ միտումնավոր է, ուրեմն տվյալ տեղում սխալ մարդիկ են։ Կլինի դա նախարարը, կլինի պատգամավորը, կլինի վարչապետը, իրանք սխալ տեղերում են։ Հավատի կարևորությունը կյանքի դժվարին շրջաններում ու պատերազմում։ Ինչպիսին է։ Ես մինչև պատերազմ չեմ հավատացել։ Հավատացել եմ, որ կա արարիչ, որ բայց չեմ հավատացել։ Ես անգամ չեմ աղոթել։ Պատերազմի ընթացքում Ստեփանակերտից ուղևորվում ենք դեպի Ասկերանի շրջան։ Ես եւ ընկերս ենք եւ տաքսու վարորդ։ Գոյություն ունի սմերջ տեսակի համակարգ, որը հրթիռը արձակելուց հետո վարդագույն լույս է տալիս։ Ու այդ ընթացքում, երբ որ լույսը տալիս է, դու ընդհանրապես ոչ մի բան չես տեսնում։ Ու այդ ընթացքում, երբ որ մենք ուղևորվում ենք Ստեփանակերտից դեպի Ասկերան, մեքենայով, տաքսիով, այդ լույսը վառվեց։ Ու մեզ ինչ էր մնում, մենք մնում էր, որ մտածենք վերջ։ Հրթիռը իհարկե հարվածեց։ Մեր մեքենայից մի քանի մետր ներքև։ Մեքենան բառիս ամենաբուն իմաստով գողաշրջվեց, նորից ուղղվեց։ Մենք շարունակեցինք մեր երթևեկությունը։ Հասել ենք Զորամաս, ու այնտեղ մեր տղաները շատ զարմացած, երբ որ մեքենան տեսան ինչ վիճակում է, իրանք այդ լույսը տեսել էին հեռվից, մեզ մի հատ հարց տվին. կենդանի եք։ Ասինք զարմանալի է, բայց այո։ Ու հավատը։ Ես վազել եմ մեր Ասկերանի Զորամասի մատուռ։ Բառիս ամենաբուն իմաստով իջել եմ ծնկի։ Մտքիս մեջ մտածում էի, ասում էի, որ միշտ ասում եմ Աստված ջան, ես այսքան արարիչ ջան, ես այսքան անում եմ, ես այսքան լավն եմ եղել, միշտ օգնել եմ, փորձել եմ օգնեմ, խի իմ համար մի դուր չես բացում։ Ու հասկացա, որ Աստված ինձ եւս մեկ կյանք շնորհեց։ Ու այդ օրվանից ամենամեծ մեղքը կլինի, եթե ես այդ օրը մոռանամ ու չհավատամ։ Դուք ձեր դրվագներից մեկը պատմելիս հիշատակեցիք ձեր մայրիկին, ընտանիքը։ Ընտանիքը մարդու ամենաամուր սյուներից մեկն է, որի վրա նա հենվում է ամբողջ իր կյանքի ընթացքում, ամուր ընտանիք։ Սա կարևոր բան է։ Ընտանիքը որպես արժեհամակարգի հիմնասյուն ընդունում եք թե ոչ, եւ արդյոք այսօրվա ռոպագանդայում ընտանիքի կարևորումը տեսնում եք։ Կարճ պատասխանեմ ոչ։ Այսօր չեմ տեսնում ես։ Բայց ընտանիքի արժեհամակարգը, որի հիմքը ընտանիքն է, դա ըստ իս աշխարհում ամենաուժեղ, ամենահզոր, ամենակայուն հիմքն է, որ կարող է լինի։ Ես մի անգամ ասել եմ,
Ես հայր չեմ ունեցել։ Իմ մայրը, երբ որ մեզ դաստիարակել է, մեծացրել է, երկու եղբայր ենք։ Մեզ միշտ սովորացրել է, որ դուք չունեք հայր, բայց դուք պետք է լինեք նենց հայր, որ ձեր երեխան ձեր պակասը չունենա։ Բայց ես այսօր չեմ տեսնում այդ արժեհամակարգը։ Ես իրոք չեմ տեսնում։ Ես մտածում եմ, որ այդ ամեն ինչի մեղավորությունը այսօրվա կառավարման արդյունքն է։ Ու կարող եմ հստակ նշել, ինչի համար։ Եթե կառավարումը դպրոցներին բացին թող իրավիճակում է թողում, եթե դպրոցում 10 տարեկան երեխան իր ուսուցչու հետ արայով է խոսում ու դա չի նախատվում, այդ երեխան նորմալ է, որ գնա տուն իր ծնողի հետ էլ արայով խոսա։ Դպրոցում չի նախատվում, ծնողը չի նախատում ու ինչ որ պաշտոնյա չկա, որ կանգնի հայտարարի, խոսա այդ ամեն ինչի մասին։ Իսկ երբ որ հարց են տալիս այդ պաշտոնյային, այդ նախարարին, ինքը ամեն ինչ անում, որ դուրս գա այդ հարցից։ Եթե նախարարին հարց է տալի, այս ինչ դպրոցում, այս ինչ բանն է եղել, շատ հստակ պետք է պատասխանել եւ դատապարտել այդ ամեն ինչը։ Իսկ ինքը դա չի անում։ Բուլինգի դեպքերը նկատի ունեք։ Միանշանակ։ Լիքը դեպքեր գոյություն ունեն, լիքը։ Այս վերջերս կարծեմ ոստիկանությունն էլ հայտարարեց այդ ամեն ինչի մասին, երբ որ 13 երեխա մի երեխայի ծեծում են։ Ու ոչ դասատու կա, ոչ ուսուցչուհի կա, ոչ մեկ չեն խոսում այդ դեպքի մասին։ Հարցը ստերս զերծ կմնանք։ Ինչի՞ց է վաղը ինչի՞ց է զերծ մնալու։ Վաղը երբ որ շատ վատ բան լինի, այ քո զերծ մնալու պատճառով այդ բաները լինեն։ Այո, քողարկումը, խնդրի քողարկում ամենևին էլ լուծում չի, այլ ընդհակառակը խնդրի ավելի խորը արմատներ ունենալուն է նպաստում։ Արմեն, դուք այսօր էլ ակտիվ պայքարի մեջ եք, միացել եք Ուժեղ Հայաստան կուսակցությանը, ինչու հենց այս կուսակցությանը եւ որտեղից եք ուժեր գտնում այսքանը տեսնելուց ու վերապրելուց հետո շարունակել ձեր պայքարը։ Ասեմ, իմ Ուժեղ Հայաստանին Մինչ Ուժեղ Հայաստանը մեր ձևով շարժմանը միանալու հիմքը Սամվել Կարապետյանի շատ հայտնի արտահայտությունն էր։ Ես երբ որ տեսնում եմ մարդ, ով Forbes-ի ցուցակում է, ով աշխարհի ամենահարուստ հայրն է, ով երբեք գումարի խնդիր չի կարող ունենալ։ Ու այդ մարդը, տվյալ մարդ, կանգնում է ու ամենալավ ու արդար ձևով կանգնում է իր եկեղեցու կողքը, պաշտպանում է իր եկեղեցուն, պաշտպանում է մեր արժեհամակարգը։ Ես, որ ճիշտն ասեմ, շատ էի ուրախացել։ Չէ, մենք եկեղեցի պաշտպանողներ շատ ենք ունեցել, բայց մենք չենք ունեցել մարդ, ելի եմ ասում, ով Forbes-ի ցուցակում է, ով միլիարդավոր դոլարներ ունի, կանգնի ու ուղղակի պաշտպանի եկեղեցին։ Այն դեպքում, երբ որ հասարակ մարդը պաշտպանում է եկեղեցուն, նա կալանավորվում է։ Սկսում են հետապնդել իրեն իր պաշտպանելու համար։ Երբ որ ես այդ հայտնի արտահայտությունը տեսա, հիացած էի ուղղակի։ Մի պահ չես հավատում, մի պահ հավատում ես։ Ես իմ մեջ մտածել եմ մի բան, որ ահա այն մարդը, ում հետևից մենք պետք է գնանք։ Ու ես վստահ եմ, որ այս պայքարը շատ լավ ուժեղ ավարտ է ունենալու։ Ընդամենը 2.5 ամսից։ Երբ համախոհներով, համագաղափարակիցներով հավաքվում եք, որ հարցերն են, որ առաջնային եք համարում, եւ ինչ մթնոլորտում է, որ այդ քննարկումները ընթանում են։ Ասեմ, մենք ինչ խոսում ենք, ինչ մտածում ենք անգամ։ Մենք վստահ ենք, որ մեր պայքարը հաղթական ավարտ է ունենալու։ Ու դա փաստում է այսօր թե սորց հարցումները, թե հանրային մեր աջակցությունը, բայց մենք երբ որ նստում ենք քննարկման, մեր ամեն խոսակցության սկիզբը մեր հայրենիքն է։ Մեր հայրենիքի համար պայքարն է։ Երբ մեր խոսակցությունը ավարտվում է, մենք վստահ, գլուխներս բարձր, որովհետև նախ ասեմ,
մենք ուժ ենք ստանում մեր առաջնորդից, որը որ մի հատ եմ ուզում շեշտեմ, առանց երկ մտելու կանգնեց իր երկրի կողքը։ Ինքը մեզ շատ ուժ է տալիս։ Ես Սամվել Կարապետյանին ֆիզիկապես տեսել եմ մեկ անգամ։ Ես իմ կյանքի մեջ մեկ անգամ եմ տեսել Սամվել Կարապետյանին։ Տեսել եմ դատարանից տուն բերել, երբ որ տնային կալանքի։ Տեսել եմ 2 վայրկյան ընդամենը։ Ու Սամվել Կարապետյանը երբ որ ուղղակի նայեց մեր կողմ, ժպտաց, ասեց ամեն ինչ լավ է լինելու։ Մեզ այդ լրիվ հերիք էր։ Այն էներգիան, այն ուժը, որ ինքը փոխանցեց։ Ու մի բան էլ կուզենամ շեշտեմ, հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր չգիտեն այդ ամեն ինչի մասին։ Սամվել Կարապետյանը նոր չէ, որ կանգնում է եկեղեցու կողքին։ Նոր չէ, որ կանգնում է Հայաստանի Հանրապետության կողքին։ Սամվել Կարապետյանը հայ առաջին միլիարդատերն է, ով պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Սխալ քաղաքականության համար։ Ու հիմա երբ որ փորձում են ասեն, բա ուր էր Սամվել Կարապետյանը, բախի մինչևս չէր խոսում։ Սամվել Կարապետյանը միշտ էլ խոսել է, միշտ էլ անհանգստացել է, միշտ էլ արտահայտվել է իր հայրենիքի եւ իր հայրենիքի պաշտպանության համար։ Ու 2.5 ամիս հետո ընդհանրապես Սամվել Կարապետյանը լինելու է մեր հաջորդ վարչապետը։ Վստահ եղեք։ Մի բան էլ, ինչը որ վերաբերվում է մեր մթնոլորտին, մեր թիմին, մեր կուսակցության մթնոլորտին։ Մենք մինչև կուսակցություն լինելը, մինչև գործընկերներ լինելը, մենք ամուր ընտանիք ենք։ Մենք բացառապես ընտանիք ենք։ Մենք երբ որ մեր հիմնական ընտանիքից դուրս ենք գալիս եւ գալիս ենք մեր կուսակցություն, մենք գալիս ենք մեր նոր ընտանիք։ Իսկ մենք բոլորս գիտենք, եթե մի բանի հիմքում ընտանիքն է ու այդ արժե համակարգն է, դա անխուսափելիորեն հաղթանակ է ունենալու։ Այդ ընտանիքի գործը, այդ ընտանիքի ուժը պսակվելու է հաղթանակով։ Ու ես ուզում եմ դիմել մեր հայրենակիցներին, մենք վստահ եղեք, ձեզ երբեք չենք խաբելու։ Մենք մեր առաջնորդի նման ինչ ասել ենք, ինչ ասում ենք, դա անելու ենք։ Մենք չենք ուզում ձեզ խոստումներ տալ ու հետո չանել։ Մենք ուզում ենք անգամ խոստում չտալ ու անել։ Վստահ եղեք, մենք հունիսի 8-ից ձեռք բռնած ունենալու ենք մեր ուժեղ հզոր Հայաստանը։ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Ես եմ ձեզ շնորհակալ հրավիրելու համար։ Իմ զրուցակիցն էր ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Արմեն Աբովյանը։ Փառք մեր տղաներին, փառք նրանց, ովքեր զոհվեցին, փառք նրանց, ովքեր վերադարձան եւ փառք նրանց, ովքեր այս պահին սահմանին են։ Հանդիպելու ենք կրկին առայժմ։